Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ, բարի եկած եք Տերոջ դունը, այս չարչարանած շաբթվա ընթացքին վայելենք Տերոջը խոսքը եւ Տերը ինչ թասեր որ սորվեցնե մեզ մի ամեն մեկուն գարանանք զանոնք կորձատրել մեր կյանքերեն ներս։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Մատթեոս 26 14-ն 25 համարները Եթե կարելի է ոտքի գայնինք Տերոջ խոսքը գարտացած ադեն։ Այն ադեն 12-ն մեկը որ հութա իսկարով դացի գոչվեր, քնած քահանաբեդներուն ու սավ, ինչ կուդակ ինձի, որ ցեզի մատնեմ զանիգա, անոնք 30 սիգր արձատ խոստացան անոր, անգե հետո բադեհություն գպնդրեր, որբեսի զանիգա մատնե անոնց։ Փահարչագերած առաջին օրը աշակերտները Հիսուսի եկան անորսին, ուր գուզես որ քեզի պատրաստենք զադիգը ուդելու համար։ Անիգա ասավ, կացեք քաղաքը, այսինչ մարդուն ու ըսեք անոր, վարդապետը գսե ժամանակս մոտ է, աշակերտներուս հետ մեկտեղ քուքովդ պիտի ընեմ զադիգը։ Աշակերտներն ալ ըրին ինչպես Հիսուս իրենց հրամայեց ու պատրաստեցին զադիգը։ Իրիկունը 12-ին հետ սեղան նստավ, երբ գուդեին ըսավ, ճշմարիտ գսեմ ցեզի թե ցեզ մեկը զիս պիտի մատնե։ Շատ դրդմեցան եւ անոնց մի ամեն մեկը սկսավ ասել անոր. Դեր, միթե ես եմ։ Անիգա պատասխան տվավ ու ասավ. Ամ որ ինձի հետ իր ցերկը բնակը խոթեց, նույնը պիտի մատնե զիս։ Հիրավիվ մորթի մարդո գերթա ինչպես քրված է իրեն համար, բայց վայ ան մարդուն, որուն ցերկով որդի մարդո գմատնվի, աղեգեր այն մարդուն, որ ծնած չլար։ Պատասխան տվավ հութա, որ զանիգա պիտի մատներ ու սավ, վարդապետ, միթե ես եմ, ըսավ անոր թունասիր, դերը օրդներ խոսքին ընթերցումը գրնանք նստի։ Մեր առաջին երկը բիդելլա 82-րդ երկը, լսած եմ ես փրկչի մսերն, հյանալի միսերեր այն հարգավ։ Thank you.
Աստծո որքան մեր երախտագիտությունը հայտնենք սիրելներ, դագավին բավարար չէ իր գդարած զոհաբերության փոխարեն։ Մեր վերջին երգը բիդելլա 64-րդ երգը, դեր փացիր աղբյուր փրկարար, մեղավոր կոչեն քեզ օրհնյալ։ Դեր շնորհև որ մեզ մի ամեն մեկուն համար լայթ սյուրնեն ավելի ջերմակ ըլլալը։ Մի խնդրեի որ արայխպոր աուտկով շարունակենք։ Բաշտելի հայր, որքան փառք ուտան քեզի, այս օրհնյալ առիթին համար հավաքված ենք տաճարիդ մեջ քեզ բաշտելու, մանավանդ երախտաբար թոքյով, քո ունակ սիրտով, շնորհակալություն գա մեր սրտերում մեջ միայն ով դեր, որովհետև դու նսկանչելի կործրիր մեր անմա հոգիներու փրկության համար։ Միածին որդիդ աշխարհ ղրգեցիր, որբեսի անոր մահովը մենք կյանք ունենանք, հավիտենական կյանք։
Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ մեզ սիրեցիր եւ քու սերդ ըստիպեց, որ քահը թողես, մարմին հագնիս, խաչը բարձրանաս, որբեսի Տեր մենք քու մահովդ մեղքեր ու թողություն գտնենք եւ մեր թիրքը խիստ բարձրացնես։ Այո Տեր, որքան այս շնորհակալություն հայտնենք, դակավին քիչ է, օգնե մեզի, որ մինչ գհիշադակենք քու գրած դարաբակներդ, նեղություններդ, մեր մտքերում մեջ Տեր թարը մլա այն սերը, որ հայտնեցիր մեզ անթև, որբեսի մենք ալ շարունակ քեզ սիրենք բոլոր սրտով եւ հոժարը լանք քու կամքդ կատարելու, հնազանդելու եւ Տեր վարմունքով, խոսքով, գործով մեր սերը հայտնենք եւ մարդիկ տեսնեն, թե իրապես մենք քեզ գսիրենք։ Շնորհակալ ենք ով Տեր, փառք ուտանք խոսքիդ համար, փառք ուտանք, որ խոսքդ կենթանի է, զորեղ է, հայելի է։ Գխնդրենք, որ Տեր խոսքիդ միջոցով այսօր անգամ եւս մեր սրտերու խոսիս, մեր մտքերը լուսավորես եւ Տեր օրեօր ավելի լավ հասկանանք այնինչ որ դու գդարած ես մեր կյանքերուն մեջ եւ մեր անմահ հոգիներուն փրկության համար։ Գխոստովանենք Տեր, որ հաջող կմոռնանք քու անչափելի անուն սերդ եւ շատ բարձի գարնենք, բայց փառք ուտանք Տեր, որ քու հոգիդ կներկործե մեր մեջ եւ մեր մտքերը գարտնցնե եւ Տեր ավելի լույս կուտա, որպեսի քեզ հասկանանք եւ մենք ալով Տեր փոլորանվեր քեզի համար ծառայելով, քեզի համար ապրելով, բդղափեր կյանքեր ունենանք եւ քո անվանդ բադիվ բերենք։ Այո, Տեր այս կյանքը առանց քեզի ոչինչ է, իմաստ չունի, ուստի Տեր որքան որ կյանքը շնորհես, ինչպես թունք ու կյանքովդ մեզի ով Տեր մեծ եւ անփախտադելի օրհնություններ ստացանք, այնպես ալ մեր կյանքի նպատակին ծառայե եւ քո անվանդ բադիվ բերե եւ օրմնալ երբ մեր աչքերը քովդ փանանք քեզ մե լսենք ապրիս ու բարի հավատարիմ ծառա խոսքը գաոթե մասնավորով Տեր այս օրերու մեջ մինչ բոլոր եկեղեցիները գհիշադակեն քու մահը Տեր քու զողությունը Սուրբ Հոգիդ կործե բոլորի ներսիտին որբեսի անոնքալ Տեր արթնան հասկանան քու արաքելությունը հասկանան քու սերը ջանչնան եւ խոնարին քու արչեվդ եւ ընդունին քեզ որպես փրկիչ Տեր եւ թագավոր այս բահը օրհնելով օրհնես եւ երրորդությունը փառավորվի անվանդ փառքին համար կխնդրենք ամեն Պատկամեն առաջ կուզեմ ցեզի ներկայացնել մեր սիրելի եղբայրը Պետրոս Նիկողոսյան անձանոթ չէ բոլորիս ծանոթ է Դերը իր կյանքը հեղաշրջած է եւ բավական է Տերոջը դաշտի մեջ կծառայե օդարներու մեջ ալ Աստծո խոսքը կքարոզե Հայաստանի մեջ բավական կացած է այնպես որ երկյուղածությամբ մտիգնենք տեսնենք որ Աստված ինչ ըսելիք ունի իր ծառայի միջոցով այնպես որ ժամանակը Պետրոս եղբոր գուտանք երկյուղածությամբ Տերոջը պատկամը լսենք հրամ եղբայր Շնորհք եւ խաղաղություն ցեզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով նորեն այս մեծ առանձնաշնորհումին համար Աստծո փառք ուտամ եւ մասնավորապես ծեր եկեղեցին վարչության եւ ծեր հովիվին որ գվստահի եւ շնորհ կրավ որ կարողանամ այստեղ փոխանցել Աստծո խոսքը շնորհակալ եմ ամենքնույթ համար կխնդրեմ որ աղոթեք ինձ համար երբ պատկամը գուտամ որ Աստծո Սուրբ Հոգու օծությունով եւ զորությունով խոսքը առաջ երթա նաեւ գուզեմ Աստծո փառք տալ ծեր հովիվին համար որ շատ տարբեր դեղեր լա մեր համայնքի մեջ, ծեր համայնքի մեջ կհասնի շատ մտարբեր ծևերով, զոհաբերելով իր ժամանակը մեր ավետարանական եկեղեցիներու մեջ, նաև ուրիշ համայնքներու մեջ։ Եվ արիթ ունեցած եմ իր հետ
այցելություններն էլ տեսնալ իր սրտափուխ աղոթները, սերը եւ իր քթությունը ուրիշներին հանդեպ։ Դերը օրհնի իրեն, Վիկիին, իր զավակները, այս եկեղեցին բտխափերն է, շացնե թե թիվը եւ հոգեոր աճը, հասունությունը մեր բոլորին, որ միասին Հիսուս Քրիստոսի գադարյալ հասակին հասնենք։ Այսօր ուզեմ անդրադառնալ Աստծո խոսքեն Հովանու ավետարանի 12-րդ գլուխը եւ պիտի ընթերցեմ 1-8 համարները ուշադրությամբ լսենք եւ երկյուղացությամբ դերոջը խոսքը։ Անոնք որ գուզեն հետևիլ Հովանու 12-1-8 համարները։ Հիսուս զադիգեն 6 օր առաջ Փեթանիա քնած, ուր էր Ղազարոսը, որ Հիսուս մերելներեն հարուցանեց։ Հոն անոր ընթրիքը պատրաստեցին ու Մարթա սպասավորություն գներ։ Ղազարոս անոր հետ սեղան նստողներեն մեկն էր։ Իսկ Մարիամ 1 լիտր նարդոսի բադվական մեծակին յուղ առնելով Հիսուսին ոտքերը օձեց ու իր մազերովը անոր ոտքերը սրբեց եւ տունը յուղին անուշահոդությունով լեցվեցավ։ Այն ադեն աշակերտներեն մեկը Իսկարիովդացի Սիմոնյան հութան, որ զանիկա պիտի մատներ, ըսավ. Ինչու համար այդ յուղը չծախվեցավ 300 թայգանի, որ աղքատներուն դրվեր։ Ասիկա ըսավ, ոչ թե աղքատները հոգալուն համար, հաբա որ քողեր ու կանցանակը ինք գբահեր, եւ ինչ որ ցկվեր, ինք գգրեր։ Իսկ Հիսուս ըսավ. թող դուր ադոր, այդ բանը իմ թաղմանս օրվանը համար բահեց, վասնզի աղքատները ամեն ադեն ցեզի հետ են, բայց ես ամեն ադեն ցեզի հետ պիտի չլամ։ Օրհնյալը լա դերոջը խոսքին ընթերցում, աղոթենք։ Սիրելի երկնավոր Հայր, որքան երախտաբարդ եմ, որ Դու մեզի հետ ես ամեն օր, եւ այս շաբաթ երբ կհիշենք քու չարչարանքները, տարաբանքները, որ ավակ շաբթու ընթացքին գրեցիր, իսիրույն մեր փրկության, մեր մեղքերու թողության ամեն բան զոհեցիր եւ շրայլորեն մեզի սիրեցիր մինչեւ քու խաչելությունդ, մահդ, մինչև վերջին գաթիլ արյունը, որ թափեցիր մեզ համար։ Դեր, այնպեսի սեր, այնպեսի քուտ, ողորմություն, փրկություն, ոչ մեկը չերներ, ոչ մեկը գրնարներ։ Փառք ու դամ քեզի Հայր, որ մարդացար, մարմնացար, մեր մեջ փնագեցիր եւ քու սերդ հայտնեցիր, քու կյանքդ զոհելով, որ մենք փրկվենք, կյանք ունենանք եւ այդ առավել կյանք, ջող կյանք, լիը կյանք եւ հավիտենական կյանքի հույսը։ Օրհնյալը լա քու սուրբ եւ անունդ։ Հիմա դեր իմ փերնից խոսքերը ու սրտիս խորհուրդները քու արջևդ ընդունելի ելան, ով դեր իմ վեմս ու փրկիչս։ Փաց մեր աչքերը հիմա, որ քեզ տեսնանք, քու խոսքիդ միջոցով հրաշքներ եւ քու խոսքիդ միջոցով քու ցայնդ լսելով հոգի եւ կյանք առնենք։ Այս ժամանակը քեզի կհանձնենք Սուրբ Հոգի Աստված։ Եղիր մեր ուսուցիչը եւ առաջնորդե մեզ արդարության նեղ ջամփաներուտ մեջ։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն։ Ուզեմ ամենաառաջ այնցյալ անգամ որ այստեղ էի 1 տարի գարձեմ եղավ եւ այն ժամանակ մայրս ինգած էր երկրորդ անգամը լալով
եւ խնդրեցի, որ աղոթեք իրեն համար եւ գուզեմ ցեզի դեղեցություն տալ, որ մայրս Աստված շնորհեց տարիմը եւս եւ ծեր հովիվն այցելեց իմ մայրիկիս, որքան երախտաբարդ եմ եւ իմ մաման երթալին գզորանա մարմինն գզորանա եւ հրաշափար օրեն նորեն ելած է եւ սկսած է քալել հիմա նոր իրեն օգնեցի որ անգոին մտնե ինքը շատ կփափակեր հետս քալ այսօր տղաս ես ագուզեմ քալեսի կամած մամասի խնդրեմ շարունակեք աղոթել իրեն համար ամեն անգամ որ իրեն այսպես կօգնեմ քույրսալ հայրսալ միշտ կմտածեմ որ այդ ընթացքը որ եւ որ Հիսուս թեւի խաչը գերտար Սիմոն կամ անցը եկավ եւ Հիսուսի խաչը օգնեց որ գրե որ քիչ մը փերը թեթևնա իրեն այդ խաչի ճանապարհի ընթացքին ամեն անգամ որ մայրիկիս հետ կքալեմ երկենք խաչին միշտ նայելով հավատքի վահանով առաջ քնարկած զինվոր եւ անգլերենով ալ ուրիշ երկմգա միասին երկենք բայց գիտենք որ ճանապարհը թյուրին չէ հեշտ չէ ոյ մեկին ամենքս հա դժվարությունները կանցնենք մեր յանքի մեջ եւ այս դժվարություններում մեջ մեզ գոհքն է որ հիշենք Հիսուսի ճանապարհորդությունը որ թեգուց հրաշափար մուտք ունեցավ Երուսաղեմի մեջ եւ իրեն հրճագեցին իբրև թակավոր Զալգազարթի օրով որ դոնեցինք այս գիրագի անցյալ գիրագի այդ ընթացքը որ այդ օրվան է մինչև իր խաչելությունը եւ հարությունը շատ դաժան դարաբանքներով լի խոճապներու մեջ են անցնելով անցավ ի սիրուն մեր հոգիներուն փրկության եւ այս պետք էր որ ալա եւ այս թեփքը որ հիմա ընթերցեցի այսօր Մարիամ այստեղ որ գնշվի Ղազարոսին քույրի գնե Մարթա եւ Մարիամ եթե գիշեք Հիսուսին կանչած էին որ Ղազարոսին մերևներեն կամ բժշկե իրեն որով հիվանդ էր բայց Ղազարոս ինքը թույլ տվավ որ գսե ննչե այսինքն մեռնի երեք օր սպասեց Հիսուս մինչև այն օրը որ մեռավ եւ անգևեր չքնած եւ ասավ իր աշակերտներուն ես ուրախ եմ որ այս թեփքը եղավ այսպես որով այս բոլորը Աստծո փառքին համար պիտի օգտագործվի այս Ղազարոսը որ հարություն առնել տվավ այդ հարություն առնելեն վերջ ուր որ Հիսուս կերտար Ղազարոսն իր հետն էր եւ Հիսուս կերտար ընտրիգի Ղազարոսը հոն նստած էր անցայն պատկամ մներ Ղազարոսի մասին չենք լսել որ փամը գսե նեղում պարզապես գսե սեղանի շուրջ նստած էր Հիսուսի հետ բայց ով որ Ղազարոսին կտեսնար գիտեր որ զորություն մգար Հիսուսի մեջ որ մերելը արթնցուց Մարթա եւ Մարիամ այս Մարիամը որ հիմա պիտի անոր մասին անդրադառնանք քիչ մը կասկածեցան Հիսուսի այդ զորության որ ոչ թե միայն գրնա բժշկել այլ իրենց եղբայրը որ այլևս մարմինը սկսած էր փորփոսվել հոդել որ գրնա մերելներեն հարուցանել բայց Հիսուս եկավ Ղազարոս դուրս ելիրսավ եւ Ղազարոս ջան քարավ դուրս ելավ եւ Մարթա եւ Մարիամի հավատքը զորացան եւ Մարթան միշտ սպաղ կաշխատեր խոհանոցի մեջ ճաշեր սպասարկելով եւ բան բայց իր քույրը Մարիամ ավելի լավը ընդրած էր որ Հիսուսի ոտքերում քով նստի եւ ասո ցայնը լսե իր որդու Հիսուսի միջոցով եւ այդպես լսավ Հիսուս եւ որ Մարթան փողոքեց քանքադեց ասավ քույրիկիս ասե որ քա ինձ օգնե ես քեզ համար ջաշ պիտի եպեմ հաց պիտի ման պիտեմ սա որ Մարթա քույրիկը ավելի լավ բան ընդրած նստիլ իմ ոտքերուց քով այսօր մենք ալ այդ կնենք այս հիմա այս ժամանակ եկած ենք Հիսուսի ոտքերուն քով լսելու իր ցայնը ավելի լավ բան ընդրած ենք հազար ուրիշ բաներ գրնային գնել այս գիշեր բայց եկած ենք Աստծո ցայնը լսել որ հոգի եւ յանք է ինքը որ խոսի
իր խոսքը մեզ կյանք կբարձրի։ Եվ ավելի լավ ընտրելով այսօր մենք երանելի ենք, որով ընտրած ենք, որ իր խոսքին մեջ խոգանք, քիշեր ցորեք, ծարի վքով դնգված զարի նման եղևնի նման ենք եւ բդուղի զարի նման, որ բդուղ գտա իր ժամանակին։ Եվ ինչ որ ունենք, պիտի հաջողենք, որով Տերոջը խոսքը մեզի առաջնայնություն տված է։ Եվ Տերոջը խոսքին եւ որ առաջնայնություն կտանք, այս քրված խոսքին, նաեւ Քրիստոսի որ գենթանի խոսքն է իրեն առաջնայնություն տալով, գնդրենք ավելի լավ։ Հիմա այս թեփքի մեջ այս կբադայի հրաշափար մուտքը, որ եղավ զարգազարդ կսենք Կիրակի օրը եւ խաչելության թեփքի միջև Կիրակի իր հարության օրը։ Ճիշտ մեջտեղն է, անգլերենով Ash Sunday գսեն կամ Holy Sunday գսեն, եւ այս թեփքը այստեղ կտեսնանք, որ Փեթանիա գուքա Հիսուս եւ այնտեղ իրեն Մարիամը, այս նույն Մարիամը, որ Ղազարոսի քույրն է, գարնե նարդոս եւ շրայլորեն Հիսուսի ոտքերուն վրա գսե եւ իր մազերով գսրբե։ Եվ այս նույն ժամանակ, որ այս կբադայի հութանալ այնտեղ, աշակերտները այնտեղ են, հութան գնայի եւ գսե այս ինչ կնե Մարիամ, ավելի լավ բանի համար գրնայինք օգտագործել։ Գրնայինք աղքատներուն այս վաճառել եւ այդ տրամը վերցնել եւ աղքատներուն գերակրել։ Բայց Հիսուս այստեղ կպատասխանե հութային եւ գսե որ թող դուրադոր այդ բանը իմ թաղմանս օրվանը համար պահեց։ Վասնզի աղքատները ամեն ադեն ցեզի հետ են, բայց ես ամեն ադեն ցեզի հետ պիտի չլամ։ Այսօրվա իմ պատկամիս նյութը շրայլորեն սիրել եւ այս հագարագն է անսնասեր օրեն թավաջանելու։ Մենք այստեղ երկու անհատներ կտեսնենք։ Մեկը Մարիամն է, որ շրայլորեն Հիսուսին գսիրե։ Իսկ հութան անսնասեր օրեն գթավաջանի Հիսուսին։ Ուրեմն գուզեմ առաջին գեդիս անցնել, որ Մարիամը շրայլորեն սիրելով Հիսուսին այս ցույց կտա իր պաշտամունքը։ Եվ որ Հիսուս մեզի կանչեց, ըսա որ չեք կրնար դուք թե մամոնը սիրել եւ թե Աստված սիրել Մատթեոսի 6-րդ գլխուն մեջ։ Կամ մեկը պիտի սիրեք եւ մյուսը ադեք, կամ մյուսը պիտի սիրեք, մյուսը պիտի ադեք։ Բայց երկուքը չեք կրնար ունենալ։ Այստեղ Մարիամ իր ամեն մեկ տարվա արժեքով այս յուղը օծանելիք դուխի գսեն Հայաստան փուրմունք կթափե Հիսուսի ոտքերուն վրա։ Ամեն մարդ գնայի գսե ասիկա խենթություն է։ Մեկ տարվա աշխատանք, այսօր մեկ տարվա աշխատանքը այսօրվա բանով չեմ գիտեր դուք ինչքան ռոջիկ կսեն Հայաստանցիները կամ ինչքան փող կստանաք, բայց կրնալ 30,000-ն ամենանվազագույնը կանադայի մեջ կոնե, մինչև 60, 70, 150,000 շատեր գնեն այստեղ։ Մեկ տարվա աշխատանքը գթափե Հիսուսի ոտքերուն վրա եւ մազերով գսրբե։ Շրայլորեն իր սերը ցույց կտա այդ անձին, որ իր եղբորը հարուցանեց, որ իր եղբորը կյանք պարգևեց։ Ինքը կքնահատե այս անձը Հիսուս, որ
Այն ինչ որ ոչ մեկը չէր գրնարնել, գադարեց։ Ինքը սկացած էր այն օգուտը Հիսուսին, որ մի ժամանակ ինքնագասկածած էր, որ այլևս ուշ է, ինչ մինես, գուլային, Ղազարոսը մերեր է, այլևս չի գրնար փամնել, Երանի 3 օր առաջ քայիկ, բայց կտեսնա, որ այս անձը յուրահատուկ անձն է, որ մահվան վրա անգամ ուժ ունի։ Շրայլորեն գսիրե։ Սամոս 116-12-13 համարը գսե, որ ինչ տամ ես Տերոջը, որ իրեն բոլոր բարի գործությունները ես անցնազբես վայլած եմ։ Երկրորդ Սամվելի գիրքին 24-րդ եւ 24-րդ գլուխը եւ 24 համարը գսե Դավիթ ուզեց ընձայել Աստուծո փամը, որ արժեք ուներ։ Իրեն սրիափար Դավիթին պիտի դային հողամաս, որ դաջարը սարքե։ Բայց ինքը սավ չէ, քավնիցի, որ ես սրի վերցնեմ։ Ես կուզեմ զոհափերություն մնեմ։ Մենք ալ արդյոք Մարիամի նման պատրաստ ենք մեր կյանքը շրայլորեն սիրելով Աստծո, բոլոր սրտով, բոլոր մտքով, բոլոր ուժով, բոլոր էությունով մեր կյանքերը իբրև գենթանի բادرակ մատուցել, պաշտելու իրեն։ Եվ որ մեգումը կպաշտենք, շրայլորեն կսիրենք այդ անձը։ Զոհափերություն կպահանջե։ Ուրիշ բաները պետք է զրկվենք, մեր հաճույքներեն, ընտանիքի անդամներեն Հիսուսը ասավ, եթե դուք ինձ ավելի չի սիրեք, քան ձեր մայրը, հայրը, ձեր եղբայրը, քույրը, իմ աշակերտներս արժանի չէ գլա։ Ինչու, որով Աստված իր ամեն բանը մեզի տվավ, մեզ փրկելու, մեղքեն, մահեն, թժողքեն, սատանայեն եւ մեզ մեղքերուն թողություն շնորհելու, ներում տալ։ Ով կրնար այսինը։ Ինքը արժանի է ոչ թե այս բոլորը հրավ եւ մենք օգուտը կտեսնանք, այլ արժանի է, որով ինքը Աստված է, որով ինքը Աստված սեր է։ Եվ այսպեսի սեր պարունակված Հիսուս հայտնեց այդ սերը մեզի, երբ Հովհաննես Ավետարանի 3-րդ գլխի մեջ, որ գկրե 16 համարի մեջ, Աստված այնչափ սիրեց աշխարհը, որ տվավ իր միածին որդին, որ խաչի վրա մեր փոխարեն ինքը զոհվի, եւ ոչ թե արծաթով կամ ոսկիով մեր կյանքը փրկե, այլ իր արյունովը գսե Պետրոս Արաքյալ իր նամակի մեջ։ Ինքը եղավ մադաղ, ինքը եղավ քարնուկը, ինքը եղավ զոհը, որ ինքը զոհե իր կյանքը, իր արյանքինով մեզ փրկելու։ Այսպեսի սեր, ինչ նպատակով, որ անոր իրեն հավատա, չգործվի եւ ինչ ունենա հավիտենական կյանք։ Եվ այդ հավիտենական կյանքը գսկսի այդ բահեն, որ իրեն կհավատանք։ Ոչ թե օրը, երբ որ մերնիկ Մարթային, Մարիամին ինչ ասավ, կհավատաք, որ ես եմ հարությունը եւ կյանքը։ Մարթան ինչ պատասխանեց, կհիշեք։ Այո, գիտեմ դեր, որ օրը աբակային, այսպես վերջին օրը, այսպես պիտի լա հարություն պիտի, չէ, հիմա ես եմ այդ կյանքը։ Եվ որ մենք իրեն կհավատանք, մահին կանցնենք թեպի կյանք, նոր կյանք, վերստին ծնունդ, մեզի գնորոք է հոգևորապես նոր արարածներ գլանք Քրիստոսի մեջ, այդ բահին, որ հավատանք, նոր կյանքը կվայելենք։ Այս է Աստծո սերը։ Եվ այնքան շրայլորեն, որ իր կյանքը խաչին վրա անիծվեցավ մեզի համար։ Փուշե բսատ մը գրեց, խոցվեցավ իր ցերքերը մեխերով եւ ոտքերը, իր կոնքը խոցեցին սուրով, գեղարդով։ Արյունները ջուրը թափեց մինչև վերջին գաթիլը, դարաբեցավ եւ վրանա մեր մեղքերը բոլոր աշխարհին անցյալի ներկայի աբակայի ծերուտներու վրան գրեց եւ Աստուծմե իր երեսը դարձվեցավ իր վրա իր հորմե, այդ բահը ոչ մեկը չէր գտնարում։ Այսպեսի շրայլ սիրուն Մարիամ
այդ ամեն իր մի դարվա օծանելիքը իր վրա թափեց, տեսնալով, որ ինքը թեպի խաչ կերտը, իմ մահվան համար հրավ այս ասավ Հիսուս, իրենց կպատրաստեր, որ պիտի մեռնի։ Ուրեմն մենք ինչ պետք է այսքե վերցնենք։ Պետք է որ Աստծո իբրև կենդանիզո շրայլորեն իր արժեքը հասկանալով մեր ամենալավագույնը դալ եւ մեր բոլոր ռեսուրսները եւ սերը։ Այս առաջին կետն է։ Շրայլորեն սիրել, ինչպես Մարիամ շրայլորեն սիրեց եւ բաշխեց իր դերոջը։ Ուրեմն ուզեմ նայել նաեւ երկրորդ կետս անսնասեր օրեն դավաճանել։ Հութան ճիշտ հակառակն է Մարիամի։ Այս օրը մեջտեղը այս ճանապարհորդության միջև խաչի երթալ եւ հարություն այդ օրն էր, որ հութանը սկսավ պատրաստվել եւ ռոմայական կայսրությունը ուզեր գիտնալ ով է այս մեսիան ամեն դեր գերտար գուքար բայց բնավ մինագը չեր գուզեին բախմը գտնել որ իրեն բռնեն ցերպակալեն եւ իրեն թադեն եւ վերցնեն որով հрьяաները անանքից կլային որ այս մարդը ինքսինքը գանվանե Աստված եւ այստեղ 13-րդ քուքուն 5 համարի մեջ կսե այստեղ հութան իրեն մատնեց 30 արձաթի համար եւ ասա որ ավելի լավ էր որ ասիկա աղքատներուն դրվի ոչ թե որով ինքը աղքատներուն գողոքար բայց որով ինքը քողեր գսե Հովանու 12:6-ի մեջ այս մեզի ցույց կտա որ հութան իր պատճառաբանությունը որ տվավ որ ինքը անձնասեր գեղձավոր էր եւ չեր սիրեր այն միսիան այդ արաքելությունը որ Հիսուս ընթացքի մեջ էր որ դիտի փրկե բոլոր մարդկանց որ իրեն հավատան Զաքարիայի մարգարեության 11 քուխուն մեջ 12-ին 13 համարների մեջ կսե որ 30 գդոր արձաթի համար պիտի վաճառվեր մարգարեացված էր Զաքարիա մարգարեի միջոցով որ այսպես արձաթով պիտի մատնվի պիտի դավաճանվի եւ արագած քիրքը 11 քուխուն 28 համարի մեջ կսե որ ով որ իր վստահությունը գտնե նյութականի մեջ, թրամի մեջ պիտի ինա հութայի այս իր երևույթը, որ Մարիամի հագա իր երևույթին մեզ ցույց կտա, որ ինքը ավելի արժեքավորեց նյութը, փողը, թրամը, քան թե Հիսուս Քրիստոսի արժեքը Քրիստոսի արժեքը չհասկացավ կամ չուզեց հասկանալ կամ նախանցի պատճառով մենք ինչպես երբեմն գտավաճանենք մարդկանց եւ հետաքրքիր է որ Հիսուս այս անձին հութային մինչև վերջ կսե սիրեց մինչև վերջ իր ոտքերը լված ինչպես բոլոր մյուս աշակերտներու ոտքերը վաղի հիշվի այդ ոդնլավայի միտքով, որ այդ ընտրիքի շուրջը որ գնստեին, Հիսուս իր կոկնոցը ծրավ իր վրա, իջավ, խոնարհվեցավ, այն անձին արջե, որ ինքը գիտեր, որով մարգարեացված էր, որ իրեն պիտի դավաճանե, եւ ինքն ալ ըսավ, չէ, որ այն, որ պիտի թաթախե իր այս հացը, այս քինի մեջ, պիտի մատնե ինձ։ Քիտնալով սիրեց, այսպեսի շրայլ սեր, որ թշնամին անգամ սիրեց։ Բայց հութան այդ սերը չճաշակեց, հութան չուզեց ճաշակել այդ սերը։ Մատնեց իր դիրոջ։ Ուրեմն մենք այսքե ինչ պետք է հասկանանք եւ վերցնենք։ Մենք պետք է մեր սիրտերը պահպանենք անձնասերությամբ, գեղձավորության
Եվ պետք է որ մենք առաջնայնությունը տանք հավիտենական կանցերու, քան թե ժամանակավոր ունայն փուջ անցողիկ նյութական օգուտներու, որ գրնանք վայելել ժամանակավորորեն։ Այսօր, եւ որ գնայինք Ամերիկայի իրենց լոզունգը ինչ է, իրենք հավատան, որ իրենց ժողովուրդը պետք է որ փրսուտ ունենան, հետևեն հարստություն, հաջողություն եւ փառքավաճում։ Այս է իրենց լոզունգը։ Այսօրվա էպիկուրիոսներ, որ ասած էր, որ վաղը չի գանք, այսօր ուրեմն ամենակարևոր բանը ինչ է, գեր խմե եւ վայելե կյանքը, քանի որ վաղը չի գա։ Եվ այս տեսակ մենք արժեքավորելու Քրիստոսի արժեքը պետք է որ արժեքավորենք, որ պատրաստ լինենք հասկանալով, որ ինչ կժարանքենք Քրիստոսի մեջ, որ կարողանանք շարժարիթ ունենալ զոհաբերելու ժամանակավոր ունայն փուջ անցողիկ հաճույքները լայթ տելևիզիոն նայելով, հեռախոսներուն վրա, ուդելիքներու ետևեն վազել, թրամի ետևեն վազել եւ երկրորդ ագան դարձնել Քրիստոս, սիրել Աստված եւ մամոնը պաշտել։ Երրորդ կետս պետք է որ մեր սիրտերը քննենք եւ նայենք, որ միթե մենք դերոջը կպաշտենք, թե մենք կթավաջանենք իրեն։ Ինչպես ասի, Մարիամ սիրեց դերոջ, լրի պաշտեց, բայց հութա թավաջանեց եւ փողի սիրույն իր հոգին վաճառեց։ Մենք պետք է որ մենք արժեքավորենք եւ նայենք, որ մեր հարաբերությունը Քրիստոսի հետ մենք Մարիամի նման շրայլորեն առաջնայնություն կտանք իրեն, փնտրելով առաջ Աստծո թագավորությունը եւ իր արդարությունը, գիտնալով որ բոլոր մյուս բաները արդեն մեզի պիտի դրվի, թե մենք հութայի նման ենք եւ ժամանակավոր հաճույքի համար կզախենք մեր հոգին։ Վերջին կետս խաչը ամենամեծ արդահայտությունն է Աստծո սիրո, շրայլ սիրո միջոցը։ Եվ որ Մարիամը գուտար այս իր ընձայումը, այս նարդոսին թափելով իր ոտքերուն, ինքը այս նախապատկեր մներ Քրիստոսի կյանքը, որ մեզի համար խաչին վրա բիդի զոհաբերեր շրայլորեն սիրելու մեզ։ Հութայի այս թավաջանությունը Հիսուսի առաջ տվավ, որ մեր փրկությունը է։ Հութան եղավ միջոցը, որում միջոցով Հիսուս պետք էր խաչը երթալ։ Մարգարեացված էր 50-րդ քուխուն մեջ Եսայա մարգարեության, որ մեկը պետք էր որ զոհվի մատաղը լա բոլոր մարդկության փրկության համար։ Այս բադահմամբ չեղավ։ Հիսուս գրնար չաղոթել, որ գրնար աղոթել այս փաժակը թող ինձ մի անցնի, ինչպես Քեցեմանի բարդեզի մեջ աղոթեց, եւ վերջնալ չերթար խաչը։ Ինքը գիտեր իր առաքելությունը ինչ է։ Ինքը գիտեր, որ հայրը իրեն համար նախասահմանած էր, որ պետք է որ մեռնի, որ իր միջոցով մեզի փրկություն կա։ Աստված իրոք այնքան սիրեց աշխարհը, որ տվավ իր միածին որդին։ Հայտնության քիրքին 5-րդ գլխի մեջ 12 համարի մեջ գսե. արժանի է քարդուկը, որ զոհվեցավ
մեր մեղքերուն համար իր արյունը թափեց, որ ամեն ցեղը, ամեն լեզուը, ամեն ազգը, ամեն ժողովուրդ է իրեն քանայության թակավորությունը, սուրբ ազգը, սեփական ժողովուրդը գանչե, քաշե թեպի իրեն, որ ինչն ենք, իշխենք իր հետ երկրի վրա։ Այդ իշխանությունը մեզի դված է այսօր։ Եթե գիտնանք մենք ով ենք Քրիստոսի մեջ, ինչքան բաներ ժառանգած ենք։ Մեզի իշխանություն դված է դևերու վրա։ Մեզի իշխանություն դված է հիվանդության վրա։ Մեզի իշխանություն դված է, որ իր հետ հրճագենք իր թակավորությունը եւ մարդկանց հրավիրենք, կանչենք ապաշխարելու, թարցի քալու, հիշելով, որ խաչը միակ միջոցն է, որում միջոցով մենք մեր եսին պետք է մեռնենք, քանի որ մենք ամենքս մեղավոր ենք եւ մեղ կործած ենք, եւ Աստծո փառքեն ինգած ենք, բադիժ մը գա, այդ բադիժն ալ մահապատիժը, պետք է մեռնենք մեր մեղքերուն համար։ Բայց Աստվածաշունչը գսե Ռոմայեցիս 6-րդ գլխու 23 համարի մեջ գսե բայց Աստծո սրի բարգևը ոչ թե մահ է, այլ հավիտենական կյանք, անոնք որ կհավատան Հիսուս։ Այսօր մենք ունենք այդ արիթը վերցնելու այդ սերը Աստծո, հավատալով մենք փամը պետք չունենք գնելու, որ փրկվենք։ Փրկությունը ծրի է, շնորհք մնե։ Հիսուսը ամեն բան շրայլորեն խաչին վրա, իր կյանքը տալով մեզի համար։ Բայց փրկվել են վերջ, թեկուց հավատքով փրկված ենք։ Անա Քրիստոսի մեջ շնորհքի միջոցով։ Պողոս արաքյալ գսե երկրորդ գլխու մեջ Եփեսացիս գիրքին 9-10 համարներու մեջ, որ մեզի համար Աստված կորձեր պատրաստած է, որ իրեն ինքը նախասահմանած է, որում մեջ մտնանք եւ շրայլորեն մեր սերի իրեն ցույց տանք, գենթանի զոհլալով եւ իրեն զարայել։ Կանչված ենք դերոջը զարայելու, սիրելու բոլոր սրտով մտքով հոգով։ Պատրաստ ենք այսօր։ Այս ինչ որ Քրիստոս հրավ խաչին վրա թող մեր կյանքերը հեղաշրջե եւ մեր առաջնայնությունը քնենք, նայենք, միթե արդյոք կկատարենք ինչ որ շրայլորեն իրեն կծարայենք։ Ուրեմն այսօր մարտահրավերն ունենք։ Մարիամի զոհաբերական շրայլ սերը ընդեմ հութայի թավաջանություն։ Ուր կգայնենք այս երկուքի թեփկերուն առջև։ Մենք պատրաստ ենք Աստծո շրայլորեն սիրելու Մարիամի նման մեր լավակույնը իրեն տալու։ Մեր լավակույնը, եւ եթե գիշեք, շատ օրինակներ կային այդպես անձեր, որ իրենց լավակույնը տվին։ Այս մեկ թեփն էր։ Աղքատ կնոջ զոհաբերությունը հատկացումը, որ ինքը վերջին լուման թրավ դվավ։ Հիսուսի ոտքերը լվալը ինչպեսի սեր էր, որ ինքը զոհաբերեց իր աշակերտներուն զարայելով։ Առաջին եկեղեցին ինչ հրավ, ամեն բան ծախեցին գսե եւ իրարու օգնեցին եւ դերոջը զարայության համար դվին։ Համարները չպիտի սեմ այստեղ շատ են դուք կրնակ նայել։ Պողոս արաքյալի զոհաբերությունը, որ ինքը ընձայեց իր կյանքը իբրև կենդանի զոհ։ Եվ նորեն մեզի միտքը կբերե խաչելությունը Հիսուսի։ Քննենք այսօր մեր սիրտերը, այս սուրբ անվանված Holy Wednesday գսեն եւ աղոթենք, որ շնորհքը ստանանք Աստծո մեջ, իրեն շրայլորեն սիրելու, պաշտելու եւ մեր կյանքերը զոհաբերական կյանք ապրելու իր փառքին համար։ Եկեք աղոթենք, որ այսպեսի կյանք մեզ շնորհի Աստված։ Հիշեցեք Աբրահամ, եւ որ Աստված իրեն ասավ. «Ել եւ քու միածին որդիդ Իսահակը դար, որ զոհես իրեն»։ Ինչպեսի դժվար բախմն էր այդ իր կյանքին մեջ, իր միածին որդին։ Պիտի զոհեր
Քանի որ Աստված այդ պահանջեց իր մեջ, պաշտելու, պաշտամունք։ Եվ իր գնոջը ասավ. Ես կերտամ որ դերը պաշտելու, չսա որ ես կերտամ որ Իսահակը զոհելու։ Բայց մենք իդ պիտի կանգնենք, ինչ հավատք։ Մենք ալ պատրաստ ենք մեր ամենաթանկագին բանը զոհասեղանին վրա դնելու։ Եվ ասելու ոչ թե իմ կամքը ստեր, այլ քու կամքը թողնա։ Արա ինչ ուզում ես։ Ահա ես քեզի գուքամ։ Կորձածե ինձի։ Իբրև քու ստրուգդ, ծարատ։ Ինձ ամենամեծ ուրախությունն է քեզի շռայլորեն իմ կյանքս զոհասեղանին վրա դնելով։ Ոչ միայն այն ռեսուրսները եւ բաները քեզի գուտամ, իմ հոգիս քեզի գուտամ։ Այս գիշեր այդ արիթ ունենք, եկեք աղոթենք։ Սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ եմ որ մեզի արիթը դվիր խոգալու, մտածելու այս գոչդ որ մեզի դված ես, որ քեզ շռայլորեն սիրենք եւ Մարիամի նման եւ ոչ թավաջանենք անցնասերորեն հութայի նման։ Քննե մեր սիրտերը հիմա։ Եթե դու մեզի այսօր Սուրբ Հոգիով հանդիմանե, իբրև հովիվ ինձ ալ քննե դեր։ Չեմ ուզեր ես իմ առաքելությունս տրամի համար անեմ, կամ ովև մեկ ուրիշ շարժարիտ մունենամ փացի քեզի փոլոր սրդով զարայել քու գամքդ կատարելու շռայլորեն ուր որ ինձ կանչես ինչ որ ասես կարողանամ հնազանդել կանչե փոլոր իմ եղբայր քույրերս այստեղ եւ փոլոր քու ժողովուրդը Իսրայել անբանված հավատացյալները որ այդ շռայլորեն քեզ դանք առաջնայնությունը փնտրելով քու թակավորությունը քու արդարությունը եւ գենթանի զոհերը լալով մատուցելով մեր կյանքը քո զոհասեղանիդ վրա որ թուն մեր մեջ ապրիս եւ հոգիով քալելով քու բարի հաջելի եւ կատարյալ գամքդ կատարենք մինչեւ երկրորդ քալուստդ մինչեւ մենք բոլորս հասնենք Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակին օրհնե այս քո ժողովուրդը այս քո հոդդ եւ առաջնորդե բոլորիս որ հաստատ եւ հավատարիմ մնանք մինչեւ որ դու վերադառնաս Հիսուսի սուրբ եւ բավական անունով կխնդրեմ Հայր որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ամեն Շնորհակալ ենք Պետրոս եղբայր եւ Աստծո փառք ուտանք իր խոսքին համար իրականության մեջ մեգումը անցիմը եթե գուզենք մեր լավակույնը դալ պետք է լավ ճանչնանք թե ով է այդ անցը այնպես որ եթե գուզենք մենք ալ մեր փրկի լավակույնը դանք պետք է լավ հասկանանք ինչ ըրած է մեզի համար եթե լավ հասկանանք ըմբռնենք Աստծո հոգին պիտի օգնե մեզի որ մենք ալ Մարիամի նման մեր լավակույնը դանք մեր սիրտը չգարչի այս աշխարհին անցավոր բաներուն վրա թող դերը օրհներ խոսքը եթե դերը գամի վաղը ժամը 7:30 հաղորդության պաշտամունքը իսկ 8-ին պաշտամունք պիտի ունենանք դերոջ խաղաղությունը ծեր բոլորին է դլա ամեն